Ծապ զարգ աշխարհ, ցնծա այսօր, ցնծա եւ հավիտյան։ Բարի եկած եք սիրելիներ ավելիին, ինչպես կտեսնեք, ստուդիոն զարդարված է, ինչպես մեր շատերուն դուներնալ։ Բոլորս կպատրաստվենք այս սիրո, խնդության, հույսի եւ խաղաղության շրջանին, կխանդավառվենք մեր սիրելիներուն նվերներ դալու եւ ուրախացնելու, մինչեւ որ հասնենք մեր քրբաններուն։ Հան մեր հաշիվները կփոխվին, դրամատրությունը կխանգարվի եւ դոնագադարության շրջանին կդառնանք բեռնավորված եւ հուսահատ։ Գարժե սիրելիներ, մտածենք այս տոնին հիմքին մասին։ Ինչ կուտանք, որու կուտանք, ինչու կուտանք, ինչպես կուտանք, այս հարցումներուն մասին ավելի մտածելու համար հետևեցեք ավելին։ Դարձյալ բարի եկած սիրելիներ, ուրեմն մեր այսօրվա զրույցը ունենալու համար մեր հետ ունենք Տիկին Մարալ Հայդոստյանը։ Տիկին Մարալ Հայդոստյանը 2000 թվականին իվեր Սուրբ Գիրքի նույնի ուսուցչուհի է Աշրեֆիե հայսկուլ գետրոնական բարձրակույն վարժարանի մեջ, իսկ նաև միաժամանակ կորձոն անդամ համաշխարհային աղոթքի օր գազմագերբության մեջ։ Բարի եկած Տիկին Մարալ։ Բարի եկած։ Նաև մեր հետ ունենք Պատվելի Ասադուր Մնչերյանը, որ օգնական հովիվ է հայ ավերանական անջարի եկեղեցի։ Բարի եկած Պատվելի Ասադուր։ Ուրեմն, սիրելի հյուրեր, ինչու համար անպայման Քրիսմասին դալու մասին կխոսենք։ Ես ու Պատվելի դատևը ինչ կպատրաստենք այսնյութի մասին, խոսեցանք, որ դալու մասին խոսենք։ Առաջին հարցումս էր ինչու Քրիսմասին անպայման պետք է դալու մասին խոսենք։ Կլիշե չէ, այդ բառը կորձեցի։ Բայց կարևոր է որ գիտնանք ինչ այս ժամանակ գխոսենք ասնույթի մասին եւ արիտը ցեզի է։ Քրիստոնեական ավանդույթ է դալը եւ ադիգա գուքա որովհետեւ ծնունդը սիրո, բարեսիրության եւ նվիրումի շրջան է։ Ծնունդի օրերուն գհիշենք եւ գդոնենք Հիսուս Քրիստոսի ծնունդը, Հիսուս Մանուկի ծնունդը, Աստծո մեծակույն նվերը մարդկության։ Աստված տվավ մենքալ գրնանք նույնը անել, մենք ալ գուզենք տալ նվերներ ուրիշներուն եւ ուրախացնել։ Աստված ուրախացուց, մենք ալ գուզենք ուրախացնել։ Հիմնականով ավանդ Փարի սովորություն մնե, որ դարներու ընթացքին գշարունակվի։ Ընտանեկան դակուկ մտնոլորդին ընդհանրապես գաղանթի եւ ծնունդի շրջանին մարդիկ ավելի կովկովի գուքան, գահավաքվին, գայցելեն Եվ դալը իր հետ կուքա, մարդիկ կուզեն պաժնեկցիել, ամեն մեկը պամը գնե, սեղանի շուրջ կհավաքվին և գուդեն և այլն։ Դարվան ավարդին գան մարդիկ կսիրեն դարին պագել, պարի կորձ ընելով, պարություն մը ընելով, դալով, ուրախացնելով։ Նաև ասեմ ընգերային ջնշում գա և սովորություն գա աշխարի շուգայի մեջ։ Այսինքն միդյան խանութները եւ շուգան գանուխ են մեզի նվերներու մասին արդեն ավոր խաղապարներ գտան գրավեն եւ գուզեն անով սպարինք եւ այլն գարդես թե մրցակցության մեջ մդերեն եւ գկաչալերեն նվեր առնել նվեր դալ որբեսի արևդուրալ լա Դժբախտաբար այդ մեկը քիչ մը ժխտական ալաստեցություն ունենա, որովհետև երբեմն կստիպվենք դալ առանց ուզելու դալու ջնշումի դակ գլանք։ Ճիշտ։ Դալու չուզելով երբեմն գտանք, որ արդեն դալու իմաստը կգործընծնի։ Այո։ Ճիշտ այսպես կարծես թե մտնոլորտ մնա։ Մանավանդ եթե պիտի մտածենք մարդուն վիճակը, որ ընդհանրապես կտեսնենք, որ դարին բաժնված է, դարբեր Տեպքերով, այսինքն ունենք ծնունդի շրջան, ունենք հարության շրջան, ունենք դպրոցներու շրջան, ունենք արձակուրդի շրջան, գործերում մեջ դարբեր ձևով։ Այսինքն կարծեք մարդը պետք է ունի որ բաժնե իր ժամանակաշրջանը դարվուն ընթացքին։ Եվ գրնա լալ որ այս հանգրվանին գուքանք ծնունդի շրջանը, որտեղ գրնա դա ինչպես իշխեցավ արդեն ընտանիքներ կհավաքվին կովկովի գրնալ ընտանիքներում մեջ անհատներ գրլալ լման դարին չեն դեսնված եւ այդ օրը կդեսնվեն արդեն ուրախության հավաքի մտնոլորտն է քրիստոնեական կամ ոչ այսինքն ուրախության հավաքվի մտնոլորտն է որ գրնալ կաչալերը մարդիկ նվերներ դան եւ բաժնեկցեն չեմ կեր եթե ուրիշ դեսանգյում խոսենք անոր մասին եւ անդրադառնանք թե Աստված իր միածին որդին տվավ եւ գիշենք այս մեկը եւ գիտենք որ ադիգա ծրի շնորհք մնա մեզի մեր կյանքի մեջ Եվ այս կաղապարը գնալ աստած է մարդոց մտքի մեջ, որ պամը ստացած եմ աստուծում է, ինչու չէ ես ալ ուրիշին պամատամ։
ասի գրնալալ մարդոց միտքի մեջ լա կամ չլա գնա բարձրապես սովորություն մնե բայց իրականություն մնե որ մարդը այս հանգրվանի մեջ աստված է եւ այստեղ ուզեմ իշել հոգեբանության մեջ social conformity theory-ն գա գսե որ մարդը երբ որ գտեսնի շուրջինները ինչ կնեն գաստվի եւ ինքնա գսկսի նույն բանն անել գրնա քրիստոնեական պատճառներ ունենա եւ գրնա ընկերային եւ միջավայրի պատճառներ ունենա Որովհետև նշեցիք Քրիստոսի շնորհքը, որը ստացանք, Աստծո շնորհքը, որը ստացանք Քրիստոսով եւ նաեւ նշեցիք ինչպես ասիկա եղած է սովորություններ, թե ընտանիքի թե այլ մեծ ժողովրդային սովորություններ, գրնանք ասել, որ այո, ծնունդին կմտածենք տալու մասին, բայց դերևս հարկ է որ ամեն բարակայի ամեն ժամանակ մտածենք տալու մասին։ Եվ ասի մեզի գարաշորտը մեր հարցումի որ գսե որ մենք որպես մարդիկ ինչ է մեզի համար դալու հասկացողությունը դերևս ոմանց համար դալու հասկացողությունը միշտ ամեն անգամ դալու մասին չէ So ինչ սխալ հասկացողություններ ունենք դալու մասին եւ ինչ դուք կրնակ բացատրել ասնիտի մասին Այո, դալը մարդկային հասկացողությամբ երբեմն գլա որպես փոխադարձ ակնկալություն։ Գուտանք, որովհետեւ կսպասենք որ փամը ստանանք։ Թեգուզ շնորհակալության խոսքը։ Այո։ Գամ նվերմը, գամ բարեկամությունը անոր յետին, գամ ուրիշ մեկ նպատակը։ Մարդկային հասկացողությամբ ասիկա շատ ընդհանրացած է։ Չենք դար եթե փամը պիտի չստանանք։ Այո։ Երբեմն գուտանք, որ բարձրապես որովհետև դալը լավ փամն է, բարեգործությունն է։ Գսկանք պետքմը գգարեկցինք, մարդիկ կան մեր շուրջը գրնալալ, որ պետք ունին գգարեկցինք եւ գուզենք օգտակար դառնալ ասիկա միան քրիստոնյաները չեն ոչ քրիստոնյաներն ալ մարդկային փամն է բարոյական փամն է որ գսկանք եւ գուզենք տալ բարի կորց մնել բարոյական բարդականություն որպես երբեմն գուտանք կամ մարդիկ գուտան օգնելը զոհվելը եւ ասիկա գապվի ուրիշ արժեքներու հետ օրինակ արդարություն մարդասիրություն պատասխանատվություն որ մենք պետք է պատասխանատու սկան ուրիշներու յալ որպես ընդհանուր ընկերության մեջ երբեմն որպես մարդիկ գուտանք ընդրությամբ որու պիտի տանք իմ խումբիս ինձ նմանողներուն իմ ասկականներուս կամ իմ ուզած անցիս Իմ սիրածիս կամ ինձ եթե մեկը նեղություն գուտա ոչ պետք չէ դամ եւ այլն կամ անցյալ դարի ինձ չի դվավ այս տարի երեն չեմ դա երբեմն ալ գուտանք պայմանով եթե ժամանակ ունենամ գուտամ եթե տրամաբանակիս մեջ քիչ մ ավելի տրամը լա գուտամ եւ այլն Մի քանի բաները սիկ դիգեմարալ որում մասին ես ալի որ բրբդեցի ասանք նույն կապաներուն հասանք եւ քեղեցիկ օրինակներ միտքս կուքան ինչպես որ ուսիկ դրական պատճառներ կան տալու եւ ժխտական պատճառներ կան տալու օրինակի համար ժխտականի մեջ է երբ որ ընդրելով գուտանք քեղեցիկ օրինակները մեկը որ դեսա օրինակ մտավասավ ջաշա սեղանին վրա երբ որ ընտրիկ կնես կամ մարտիկ ջաշի հրավիրես որը հրավիրես սեղանիդ վրա սեղանից շուրջ գտնվող անցին երբ որ նայինք անցերուն նայինք ալգսե մեզի թուն ինչու համար գուտասկոր Եթե մարդիկ են որ չեն գնար վերադարձնել ցեզը այսինքն շիդակ պատճառներով գուտասկոր իսկ եթե հրավիրած մարդիկը տանոնք են որ որոշ համբավ ունին կամ ավելի լավ տասագարքի մարդիկ են ուրեմն կնշանակի որ թուն գուտասկոր որովհետև ակնկալություններ ունես Եվ աս օրինակի համար ինձ համար շատ խոսեցավ, շատ ուրախ եմ, որ նույնույթի մասին ալ դուք ալ խոսեցաք։ Եվ օրինակի համար որ ուսիկ որ պայմաններով գուտանք։ Աստվածաշունչի մեջ Մատթեոսի գիրքի մեջ Հիսուս Քրիստոս դերան քարոզի մեջ քեղեցիկ արակ մոգուտանք ասել որ արևը գծակի բարիներուն վրա եւ թե չարերուն վրա։ Ուրեմն մենք որ բիդանք չենք կնար ընդրել։ Բադվելի թուն ինչ ունես ավելցնելի կասնիթի մասին։ Դալը գրնալալ գիտակցության մեջ մեր գիտակցության մեջ չլա, այսինքն գրնալալ սորված ենք որ այս շրջանի մեջ մեր ծնողներն գավակնենք միասին նվերներ գուտանք եւ ասի մենք սորված ենք մենք նույնը կշարունակենք մեր զավակները նույնը շարունակեն եւ գնալալ չհասկանանք ինչու այս մեկը գնանք որ նույնիսկ գրնալալ մեր դալու մեջ չգիտնանք որ ինչ է նպատակը կամ պատճառը դալու անշուշտ ունի դա իր գրոնական եւ ոչ այսինքն հոգեվոր պայմանները բայց Գկարծեմ որ բամը ավելցնելու համար այս գաղափարին որ ադեներ գակ մբարականներու մեջ մարտիկ գուդան
մեղմացնելու ոչ հաջելի հարաբերություններ, այսինքն եթե կանտված բաներ կա գներում մեջ, խնդիրներ կա, ասիկա գբերը մարդոց կովկով եւ այս ուրախ մտնոլորտը կմեղմացնե այդ ժխտական իրավիճակը։ Ասին եթե դրական ցավով նայեք պատվելի, մույս շղթական ցավն ալգա, այո։ Որ ավելի հարց կան, այսինքն ոչ որ, այսինքն շիտակ պատճառներով չի ներկայացնել գարնավերը։ Եթե նպատակը հաշտություն է շատ լավ է, եթե նպատակը դերմը որոշ դերմը հասնել է ուրիշ, հետին նպատակ մգանի վտանգավոր բան է։ Այո, նույնիսկ Հակոբի եւ Եսավի պատմության մեջ կտեսնենք ասիկա։ Այո, նույնիսկ նա դալը, այո, մեջը ուրիշ գոմնագի պատճառներ ալունենա։ Եվ վերջին գետ մգուզեմ իշել ասոր մեջ, որ անձնական համոզումներ կրնանալ, որ մարդը գավադա, որ իր դվածը արժեք ունի։ Օրինակ նյութիմը մասին մի անդրադառնամ, որ քրիստոնեական եւ ոչ քրիստոնեական դեսանգյունե գարտացած եմ նույն դեսակ վկայություն, որ երբ անցմը գաղանտիկի շերվա արիտով ընտանիքիմը ջաշիմը նվեր գուտա, ասենք տրամ կամ նույնիսկ ուղագի ջաշը գղրգե, ինքնության մեջ լսած եմ, որ շատ մեծ ուրախությունը պատճառած է իր մեջը եւ անցի մեջ որտեղ շատ շնորհակալ դարձած է անցը։ Ասի ինձ մտածել դվա, որ գրնա այսպիսի դալը եւ անցեր գա վկայած եմ, որ երբ դվինք ասիգա, ասին որ այդ դալը մեզ համար ավելի ուրախություններ կան մեր դունի այդ հավաքը։ Ասի գրնա մտածել դա, որ գրնա դալը մեր ունեցած են ավելի ուրախությունը պատճառը մեր մեջ, եթե տեսնենք դիմացի անցին իսկական պետքը եւ հաստին կանոր եւ ասի գրնա նույնիսկ նյութական չլալ, ես միան նյութական օրինակ տվի։ Այո։ Ուրեմն եթե պիտի ամփոփեմ, գտանք դրական պատճառներով, գտանք ժխտական պատճառներով, եւ նաեւ դուք անքի դակցապար գտանք, որովհետեւ առանց մտածելու որև սովորություն է։ Ասի մարդկային հասկացողության։ Եթե նայենք աստվածային հասկացողության, Աստված մեզ ինչպես կոտ, Աստվածաշունչը մեզ ինչ կսե Աստծո դալուն մեջ եւ Աստծո դալուն նպատակին մեջ։ Աստվածաշունչի մեջ ծննդոցեն մինչև հայտնություն Հովանու քիրքերուն մեջ դալը շատ շեշտված է։ Աստված կուդա եւ արադավես կուդա, դարբեր ծևերով կուդա։ Ծննդոցի մեջ եթե կարդանք ստեղծագործության պատմության մեջ Աստված կուդա կյանք, Աստված կուդա շունչ, Աստված կուդա բդուղներ, Աստված կուդա նպատակ մարդ արարածին։ Ետքը հոգադարություն կուդա Աստված։ Անաբադի մեջ Իսրայելի ժողովուրդը երբ որ 40 տարի շրջեցան, մոլորեցան եւ այլն, Աստված չլքեց։ Աստված հոգաց, դվավ ամեն օր իրենց պետքը, թե ճուրը, թե սնունդը, թե պաշտպանությունը, նույնիսկ օրենքը, որովհետեւ գազմագերբե իրենց կյանքը։ Աստված դվավ ուխտ, ուզեց փոխհարաբերություն, ուզեց կապվածություն ժողովրդին հետ։ Աստված դվավ վերջապես նոր գդագարին երբ ուքանք փրկություն։ Աստված տվավ իր մեծակույն նվերը իր միածին որդին, որբեսի մարդկության փրկություն բերե։ Աստված կուդա շնորհք եւ փրկություն, ով որ անոր հավատա, պիտի ստանա եւ փրկությունը ծրիա փարգուդա եւ ոչ թե մեր չանքերով, այլ հավատքով, բարձրապես հավատքով ընդունելով կստանանք։ Աստված տվավ եւ գուդա Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին գուքա որպես մխիթարիչ, որպես զորացնող, որպես առաջնորդ եւ վերջապես Աստված կուդա հավիտենական կյանք։ Ամեն։ Հույս եւ ապակա Դեր Հիսուսը սավ ես եկա որպեսի կյանք ունենաք եւ Ալավելի։ Շատ հաջելի ծևով տրիկտիկեն մարալ այս մասը, կուզեմ նաև առաջին գեդին մասին անդրադառնալ, թե ամեն դեր կտեսնենք ես Աստվածաշունչեն փորձմարի, որ նայեմ Ղուկաս ավետարանի մեջ դալը, որքան կգրտնվի, դա դվավ բարերը տրի, 120-ի չափեր, բայց պատասխանը էր մեջը, այսինքն ես նույնիսկ մտածեցի, որ պատասխան գուտա, արդեն ամեն մեկ պատասխանը որ դվավ Տեր Հիսուս Քրիստոս ինքնին մեծ բաներ եւ եթե բիտնային բոլոր քիրքերուն ասի 66-ը մեկ քիրքն է չեմ կեր որքան գնա այս մեկը լագարդեմ 121 122 օրինակ էր Աստված իր խոսքը դվավ մեզի արդեն ասիկա մեծ իրականություն մնա մեծ հաջելի նվեր մնա որ ունենք եւ գտնալ парք տալի կարիք մնա որ մենք վերջին այս մի քանի 100 տարիներում մեջ մենք ունենք Աստվածաշունչերը մեր դուներում մեջ ժամանակին այս մեկը գոյություն չուներ մենք պետք ունենանք ոչ միայն Աստվածաշունչ այսօր ինտերնետը մեզ գօգնե որ ավելի թյուրին հասնենք ինչ Աստծո խոսքը մեզ ինչ կսե այս հadoop-նյութի մեջ բայց կուզեմ մեկ 5 գդագարան մեկ նոր գդագարանի օրինագի մեջ մտնել առաջինը որ մարդը ստեղծված է Աստծո պատկերով ասի մեծ նվեր մնա Աստծո մեզի նույնադեն բարդականություն հաշուշտ մեծ նվեր մնա ասելով որ Աստված մեզի վստահեցավ
որ ազատ գամք տվավ, որովհետեւ իրեն ընտրենք կամ չընտրենք, բայց այս մեծ նվերը ուրիշ ստեղծագործություն չունի, մենք ունենք, ասի մեզ համար փառք տալի կարիթմն է, որ մենք կծծնենք Աստծո ինքնությունը։ Ուրեմն Աստծո բաժինը մեր մեջն է, երբ որ իր բատկերով ստեղծված ենք։ Նույն ադեն կներկայացնենք Աստծո բատկեր եւ ասի մեզի ճնշում կրնադալ, որ այո նվեր է, բայց նույն ադեն բարդականություն մգա։ Անելիք կորց կարճոք մենք ինչպես կխոսենք, ինչպես կվարվենք, ինչ արդայդություններ ունենանք մեր շուրջիներուն, արդյոք աս մեր բոլոր հրացները կծծնե Աստծո բատկերը մեր կյանքի մեջ։ Ավոր նվեր մնե, որ թե ուրախանալի եւ թե նույն ադեն կրնա մեզի ջնշումի ենթարկել։ Եվ ժամանակի ընթացքին Աստված գրգեց մարգարեները եւ վերջավորության Տեր Հիսուս Քրիստոս ասինձիգի հիշեցնե այքի մշակներուն արակնալ, երբ հողինդերը նշանակեն մարդիկ, որովհետեւ հողին հոգ տանին եւ գջամփորտե եւ գրգե ժամանակի ընթացքին իր ծառաները գծեցեն հողին մեջ աշխատողները գծեցեն այն ծառաներուն եւ վերջավորության հողինդերը իր որդին գրգե եւ այդ մեկը սպանվելով կվերջանա։ Տեր Հիսուս Քրիստոս եկավ աշխարհ, որովհետեւ մենք ստանանք այն մեծակույն նվերը, որ կյանքի մեջ փամը չի գտնար հավասարել այս նվերին։ Տեր Հիսուս Քրիստոս մարդացավ, մեր մեղքերուն թողություն տվավ եւ հարաբերության ցևը տվավ նոր հարաբերության ցևը, որ մենք ճունենք կամ ասենք մարդկությունը ճուներ անի առաջ։ Եվ ամենավերջին գետը գուզեմ իշել նգներեք վերջին տեր գետնը իշեմ, որ Հիսուս նաև նյութական պետքերը հոգած մարդուց եւ 5 հաց եւ 2 ցուգը 5000 այր մարդոց, եթե պիտի շատցնենք 10000-ին 15000-ին վեր մարդ գտնալալ, բոլորին ալ նյութական պետքերը հոգած, անուծությունը հոգած, զարավը հոգած եւ պետք ունեին այս մեկին։ Եվ վերջավորության իր կյանքի աշխարհի կյանքին վերջավորության Տեր Հիսուս Քրիստոս վերջին ընտրիկին իր մարմինը եւ իր արյունը դվավ եւ հացը արավորտնեց, բաժնեց եւ քինին դվավ, որ եւ ասավ իմ մարմինս է, իմ արյունս է, այս մեկը ռեգզիսի շելու համար։ Այս բոլորը հիանալի նվերներ են, եթե մտածենք ասոնց մասին, թե մեզ ինչ բարդականության կհրավիրի, բայց նաեւ որքան բախտավոր ենք, որ գիտակից ենք, օրտնված ենք, ավելի շիտակ բարը շնորհակալ եմ անեն, օրտնված ենք, որ այսպիսի գիտակցության մեջ ենք եւ ինչու՞ չէ մտածենք ասոնց մասին։ Այո։ Շատ ուրախ եմ, որ ազդուրից ուգանամ ցեսի հետ, իսկապես ավելի նպատակին կհասնի ավելի խորունկ ցավով խոսենք դալու մասին։ Ես ձեր օրինակները առնելով ուրիշ կետ մնալ կուզեմ անել, եւ որովհետեւ դուք մանանային օրինակը նախ եւ առաջ պատվելի շնորհակալություն հայտնեմ, օրը չէի նկատած, որ մենք Աստծո պատկերով ստեղծվելը Աստծո մեկ դալ մնե։ Աս քեղեցիկ քաղաքարին համար շնորհակալ եմ եւ ցերա կորզնական քաղաքարներուն համար շնորհակալ եմ դիգեմարալ մանավանդ որ մանանային օրինակը դվիկ ես միտքս արդեն մտածումներուս մեջ կար որ Աստված է որ մանանան դվավ Աստված է որ շնորհքին համար դվավ Աստված է որ փրկության համար դվավ որ մեկ ադեն որ Աստված դվավ նպատակով առանց նպատակի բամը չի դվավ եւ նաեւ դվավ պետքի համեմատ Փրկություն, որտեղ պետք ունենք փրկվելու մանանան, որտեղ պետք ունեն ուտելու։ Եվ այսօր կարծեմ գուզեմ աս արիթը օգտագործել բիտկոնամ քիչ ժամանակեն։ Ասելու համար որ ծնողներուն եւ որ մենք ալ գուտանք մեր զավակներուն, դերևս ասալ պետք է գտնան ծնողները ինչպես գուտանք եւ ինչու գուտանք։ Պայման չէ որ մեր զավակներուն միշտ ամեն ուզածին առնենք։ Ասի բարի գրթության նշանը չէ ինչպես որ Աստված դվավ մեր պետքին համեմատ մենգալ մեր շուրջիններուն մեր զավակներուն կամ մեծերուն երբ որ գուտանք նկատի առնենք որ ինչ է պետք որ գուտա ինչու համար գուտանք որ եւ ինչ է պետքին համեմատ տանք օրինակի համար մանանային օրինակին եւ որ Աստված դվավ ըստավ իրենց որ ամեն մեկը իր օրվա պետքի չափին համեմատ թող առնե ավելորդ թող չառնե ուրեմն օրինակ առնենք Աստծո աս գեդովալ Գիտես ես նաև դալը հավատքի հետ կգաբեմ Այո Հավատքի նշան է որովհետև երբ որ մենք գուտանք մեր ունեցած են բաժինը ասել է որ մենք չենք վախնար որ մեր բաժինեն փամը պիտի բացի Այո Այլ գիտենք որ վաղը մույսոր Աստված պիտի դա մեր պետքը եւ պիտի հայթայթե Այո Հավատքի քայլ է դալնալ Այո Եղիա մարգարեին եւ որպեվարին դված ինպես Այո Անցնենք մեր հաջորդ հարցումին
արդեն կարծեմ ես արդեն սկսել եմ այդ հարցումին, ինչ կրնանք սորվիլ աստուծմե դալու մեջ։ Ամենեն առաջ կսորվինք, թե դալը գփխի սիրոս կացում է, որովհետև գսիրե, որովհետև Աստված սիրեց դվավ իր միածին որդին, բասն զե Աստված այնպես սիրեց աշխարհը գսե։ Սիրո սկացում է գփխի, ոչ թե ուրիշ նպատակ է, այսին սորսը աղբյուրը սերն է։ Երկրորդ դալը զոհողություն կպահանջի։ Աստված զոհվեցավ, դվավ իր որդին զոհեց։ Մենք ալ երբ որ բան մտանք, պիտի գիտնանք, որ մեզ պիտի առնե, բան մքին մը պիտի վճարենք։ Գրնա ժամանակ, գրնա ուժ, գրնա ապրանք, մեր հանգիստը, մեր սկացումները, երբեմն մարդոց հետ երբ որ գարեկցինք, մենք ալ անդրամատիր գլանք, օրինակ, զոհողություն մը գա։ Դալը առանց ակնկալությամբ ըլլա, ինչպես որ Աստված առանց ակնկալությամբ կուտա, մենք ալ գրնանք սորվիլ դանք առանց ակնկալությամբ, ինչպես քիչ առաջ հիշեցիք այդ օրինակը, հրավիրել մարդիկ, որոնք չեն գրնար փոխադարձել։ Հիսուս ասի պատվիրած էր։ Եվ դալը հարադև օրեն, ոչ թե միանդոնական օրերուն, միշտ դալը, բոլոր եղանակներուն դալը, ամեն օր Աստված մեզի կյանք կուտա, ամեն օր մեզի սնունդ կուտա, ամեն օր անցրև պետք եղած անցրևը կուտա եւ այլն։ Եվ ինչպես որ նաեւ դուք հիշեցիք, դանք իմաստությամբ, դանք նպատակով, ոչ թե միանդալու սիրույն դանք, դանք ուրախությամբ, որովհետև Աստված դվավ ուրախությամբ։ Շատ ավոր համար մը գսե Աստված հոժարագամ դվողը գսիրե։ Երբ որ ուրախությամբ, երբ որ սրդեն գուտանք, ադե որ Աստված գուզե, ոչ թե ստիպված։ Ուրիշ տեղ մնալ աշակերտները Քորձ Կարաքելոցի մեջ կհիշեցնեն, գսեն միտք բերել Տեր Հիսուսի խոսքը որսավ, ավելի երանելի է դալը, քան թե առնելը։ Ես կխորիմ, որովհետև դալը ուրախություն կպատճառի դվողին։ Երբ որ մենք տեսնենք մեկը գուրախանա մեր ըրաձով, ադիգը արդեն մեզի բավարար էր, քանի որ իրապես այդ ներքին ուրախությունը մեծ նվեր մնե, որ ինքնին գոհացնե, այսինքն քողունակություն մը գտա։ Եվ վերջապես դանք, որբեսի Աստուծո նմանը լանք, ինչպես որ հիշեցինք, Աստված դվավ Մենք ալ իրեն բեստանք, գսե նաև Աստվածաշունչը ծրի արիք, ծրի դվեք։ Գիտեք դե հիմարալ ծեր խոսած ադենից Քորձ Կարաքելոցյան Անանիային եւ Սափիրային բանությունը գեիշեմ։ Ուզեցին դալ, բայց սխալ ձևով դվին եւ սխալ շարժարիտներով եւ Աստված չընդունեց եւ Աստվածաշունչի մեջ Քորձ Կարաքելոցի մեջ կգարտանք, որ մահացան դեղին վրա։ Նույնիսկ ես կգեիշեմ օրինակն ալ երկու լումա ունեցողին, որ դեռ մեջեցիկ ասիգա, որ մեր չանքը գա զոհություն գա մեջը, գարձեմ մեր հասկացողությամբ, երբ որ մեջը զոհություն չի գա դալուն, ադիգա շիդակ դալը չէ, yani որ պետք է բամը շարժե մեր մեջը, դվածադեմ։ Այո։ Ուրիշ բան ունիք ավելցնելիք պատվելի։ Այո, գուզեմ նաև անդրադառնալ անգենին, որ դին մարալ հիշեց, որ դալը միան մեկ ժամանակի մեջ չէ, եթե բինինանք Հիսուսի կյանքին, երբ որ Աստված դվավ իր միածին որդին, Հիսուս ամեն օր բան մրավատ 3 դարվա ընթացքին, այսինքն ամեն օր է դալը, ոչ միան մենք հիմա ունու վարվեց կամ դեկտեմբեր 20-ին կդոնենք ծնունդը, միան այդ ծնունդով չէր որ Աստված տվավ, այլ Հիսուսի ամեն մեկ օրը որ ապրեցավ աշխարհի վրա եւ ուրիշ օրինակներ ասկետուրս արդեն դալու նշան են։ Ես կուզեմ անդրադառնալ թե Աստծո նվերը, քիչ մկորզնականի բույր հասնեմ գամած, Աստծո նվերը ատկան մեծեր որ մենք որքան աշխատանք որ թափենք պիտի չհասնենք անոր։ Ասիգա գուզեմ առաջին կահապար առնեմ, ինչ կշարունակեմ այս կետը։ Նվեր մնա որ ինչ արենք պիտի չի մոդենանք անոր եւ ասի մեզի խոնարհության եւ շնորհակալության պետք է տանի։ Ուրեմն եթե նայենք Տեր Հիսուս Քրիստոսի օրինակին, գիտենք որ ինք Աստծո որդին, Աստծո հետ ներկա է ստեղծագործության օրեն եւ երբ որ Աստծո հետ եւ իր այդ ամեն իրավիճակին մեջ ինք ամբողջ բարգը ցկեց, եկավ աշխարհ, մարդկության մեջ մտավ, ինքն զինզոհեց, չարչարվեցավ, խաչվեցավ եւ հարություն արավ բոլոր դժվար հանգրվաններ, ինչու, որովհետեւ ամեն ան որ անոր հավատա չգործվի, հաբա հավիտենական կյանք ունենա։ Այս նվերը, մեծությունը այս նվերին
մտածելու ենք մեր կյանքի մեջ թե ինչ կնշանակի։ Այս կնշանակի, որ մենք պետք է չհբարդանանք շատ մեր դվածին։ Այո, լավ բան է, ուրախությունը շատ լավ բան է։ Դե մենք գուզենք սկալ որ մենք ալ մեր դված ադենը արժեք բան մգնենք կյանքի մեջ։ Բայց չեմ ուզեր մնա այդ գաղափարի մեջ, որ մենք դվենք եւ լավ բան մրինք եւ պետք է մարդիկ մեզի շնորհակալություն հայտնեն։ Երանի մեզի, ասի բանին գնամանի at երկու մարդիկ Հիսուսի արագի մեջ Փարիսեցին գմտնե եւ մաքսավորը գմտնե մեկը парք կոդա իրարածներուն համար, այո։ Եվ ուզում այդ գեդին մեջ հիշել թե սինգդեսնենք օրինակներ դժբախտաբար որ մարդիկ եւ բան մգուդան գելեն գնգարեն այդ մեկի եւ գտնեն հնգերային ցանցերու մեջ եւ գրնա անցը որը ստացավ քիչ մարհամարած արհամարհված սկալ այսինքն դե մսկա որ ինքը նվազ անցուն է այդ անցեն որ գուտա եւ անորոմար գնալ բամ կապար մնե որ երբ գուտանք հիշենք Տեր Հիսուս Քրիստոսի բադվերը որ աղոթքին բարակայինը որ գսեն մեկը թող չի դեսնա աճ ցերկը ցախ ցերկեն դերյակ թող չլաս բարակային մեջ եւ ադիգա գնալ գոչ մնա մեզի սելու որ երբ տանք չսպասենք որ մենք փարավորվենք այլ խոնարհությամբ տանք ինչպես որ մենք մեր կյանքի մեջ գաշխատենք որ մեր ապրուստաբավենք ասիալ մեր կյանքի մեջ սովորություն մտառնա ոչ թե մտածենք ծրագրենք դալ այլ կյանքի մեջ մտնե ինչպես գուտենք այնպես ալ դա այնքան բարձ բան մնա որ չի մտածենք որ մեծ բան մեռածենք Չեմ հավատար որ մենք հասանք մեր ոդքասթին ավարտին շատ հաջելի զրույց մներ հիմա արիթի պիտի դամ ցեզի որպես ամեն մեկը իր սերդի խոսքը ասե ժողովրդին Դալը բարձաբես արարքն չէ այլ սրդի գեցվածք մնե Եկեք այս տոնական օրերուն, տոնական շրջանին, վայելենք Աստծո սերը, ընդունենք իր մեծակույն նվերը, Հիսուս մանուկը մեր սրտերեն ներս, մեր դուներեն ներս, եւ դանք սիրով, դանք ուրախությամբ, դանք խոնարհությամբ, եւ դանք եկող դարվան ընթացքին, ամենադեն եւ միշտ։ Շնորհավոր նոր տարի եւ Սուրբ Ծնունդ։ Դալը շատ ծևեր գրնա ունենալ, ինչպես հիշեցինք արդեն մեր այս բահուն ընթացքին գրնալ գոչ մնա որ մտածենք թե ինք ինչպես կրնանք տալ գրնալ նույնտականը լա ընտանիքի մը որ այս օրերուն եւ կյանքի ընթացքին շատ պետք ունի գրնա դիլալ ժամանակ ծառայություն ինչպես որ կոմպեր կան եկեցիներու մեջ գնան իրեն ժամանակեն գուտան որպեսի գետրոնի մեջ դարբեր դեսայի գետրոններ ուրախություն մբերան չեմ կեր ինձ ծև գրնաստալ բայց մտածի թե ինչպես կրնաս տալ եւ նաեւ ինչպես կրնաս ադի սովորություն մանել որովհետեւ ոչ թե միան դեկտեմբեր 20-ին հունվար 6-ի մեջ լայթ մեկը այլ լա դարվա 365 օրերում մեջ եւ աստծություն մցկես քու դաղանտներդ կորցածելով ուրիշ անցիմը ցանկի փոփոխություններնս շնորհակալություն եւ աղոթենք որ եկող դարին օրհնություններով լեցուն դարի լա եւ մենք ալ բաժինը լանք այն օրհնություններում մեջ ամեն Սիրելիներ, ես այս բաժինը սկսա ասելով ծափզարգաշխարի բարերը։ Ծափզարգաշխար ցնցա այսօր, ցնցա եւ հավիտյան։ Ինչու? Քանզի ծնավ արքան հզոր իշխան խաղաղության։ Թող մեր օրերը միշտ ցնծությամբ, խաղաղությամբ, հույսով եւ սիրով լեցունենան, առավել հավատքով։ Շնորհավոր նոր տարի եւ Սուրբ Ծնունդ կտեսնենք կալ տարի։